Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, մեր սոված հոգին կերակրելու, մեզի կրթելու, դաստիարակելու, որ որքան Աստծո խոսքը մտնի մեր մեջ, այնքան մեղքը քայքայվում, փտում փչանում եւ հեռանում է մեզանից։ Եվ որքան Աստծո խոսքը հեռանում է, այնքան նոր կյանքն է փտում փչանում եւ հինն է սկսում կրկնապատիկ արագությամբ ձևավորվել ձեր մեջ։ Ամեն։ Դրա համար միշտ անընդհատ գիրք աղոտ պաշտամունքը շատացրեք, որ մեղքի կյանքը հին մարդը երբեք չկարողանա առողջանալ ու վերակենդանանալ։ Ամեն, սա է ձեր անելիք, էլ ուրիշ անելիք չունեք։ Մնացածը բնավորության գծի փոփոխություններ էլ, սիրել այդ բոլորը, որ նոր կյանքը ձևավորվում է, նորի մեջ սախ կա։ Քեզ մնում է կարդաս, աղոթես, գիրքը շատանա, պաշտամունքն ու փառաբանությունը կյանքը իրան կփոխվի, ամեն։ Եվ քո կյանքը ինչքան փոփոխվում է, մարդիկ է դարձի բերում Տերը, քո կյանքի փոփոխությունը ցույց տալով, այնքան դու ավելի գրքի աղոթքի սիրահար ես դառնում եւ պարգևներով օժտվում, ամեն։ Իսկ գրքի աղոթքի կյանքը թողողը նա հույս չունենա կփոխվի, պաշտամունքը հատողը նա հույս չունենա թե Աստծուց մի բան պետք է ստանա։ Պաշտամունքին պետք է կարոտես, ինչպես հարսանիքին ես կարոտում, չէ՞։ Այսօր բալնում են, դզվում են, փչվում են, սրվում, սոկվում են, չէ՞։ Այդպես պետք է կարոտես պաշտամունքին, ամեն։ Տիրոջ ներկայությունը վայելելուն, այդ ուրախությունը դու պետք է զգաս պաշտամունքի մեջ։ Ուրեմն այսօրվա մեր սերտողությունն է Երեմիա 13-րդ գլխից սկսած։ Երկու օրինակով ցույց է տալիս հրեաների պատիժը։ Ժողովուրդը գերի է գնալու։ Ուրեմն ստե գոտի օրինակով գոտին Իսրայելն է, իսկ Երեմիան ներկայանում է որպես Աստված, էլի օրինակը, որի մեկ կարդամ, չեմ ուզում էլ ընդհատեմ, բացատրության մեջ կլսեք։ Այո, ինչպես այդ գոտին փտավել բանի պիտանի չէր, այդպես էլ Իսրայելը, որ արդեն անհավատարիմ է դառնում Աստծուն, էլ Աստծուն պետք չէ տենց անհավատարիմ հավատացյալներ, ինչպես այսօր է։ Կարդանք ու մեկնություններում ամեն ինչը Տիրոջով կբացատրենք։ 13-րդ գլուխ։ Այսպես ասաց ինձ Տերը. գնա եւ քեզ համար մի քթանե գոտի գնիր եւ նրան մեջքդ կապիր եւ նրան ջուր չկոխես, մաքուր կպահես, չխոնավացնես, չթրջես, չէ՞ որ քթանից գոտին թրջվելով ավիրում է։ Դրա համար ասում, եւ նրան մեջքդ կապիր եւ նրան ջուրը չկոխես։ Եվ ես գնեցի գոտին Տիրոջ խոսքի համեմատ եւ մեջքիս կապեցի։ Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ ինձ Երեմիայիս ասելով. Ար քո գնաց գոտին, որ մեջքիդ է, եւ վեր կաց գնա Եփրատ, եւ թաքցրու այնտեղ վեմի ծակումը։ Եվ ես գնացի ու թաքցրի նրան Եփրատի մոտ, ինչպես որ Տերը ինձ պատվիրել էր։ Եվ եղավ, որ շատ ժամանակ անցնելուց հետո Տերը ինձ ասաց. վեր կաց գնա Եփրատը եւ վեր առ այնտեղից այն գոտին, որ ես Աստված քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ։ Եվ ես գնացի Եփրատը եւ քանդեցի եւ վեր առա գոտին այնտեղից, ուր որ ես նրան թաքցրել էի։ Բայց ահա գոտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով, հիմա լսացեք մեկնությունը, որ գոտին Իսրայելն է, Երեմիան Աստծո խորհրդապատկերն է, ինչ պատահեցավ գոտին, որ էլ պիտանի չէր, այդ ձև անպիտան դառավ Իսրայելը, գերություն գնալով, փտելով եւ փջանալով։ Եվ Տերը այսպես է ասում. այսպես պիտի փչացնեմ Հուդայի հպարտությունը եւ Երուսաղեմի մեծ հպարտությունը։ Տեսեք, որ մարդը առատության օրերին, հարուստ վիճակում, լավ օրերի մեջ չի ապաշխարում, Աստված փառքի տակ նրդե ավառում, ստրուկ կդարձնի, որ ստրկության շրջանում կոտրեն ու փշրեն քո հպարտությունը, որ այն ժամանակ հասկանաս, լավ չէ Տիրոջը ծառայել միշտ Տիրոջմով հպարտ քայլեիր, քան թե եսի տեղ տայիր եւ կործանվեիր ու զրկվեիր այն ամեն բաներից, ինչը Տերը նվիրել էր քեզ։ Ամեն։
Այսպես պիտի փչացնեմ Հուդայի հպարտությունը եւ Երուսաղեմի մեծ հպարտությունը։ Այս չար ժողովուրդը, որ չէ ուզում լսել իմ խոսքերին, Աստծո խոսքերին, որ վարվում են իրենց սրտի կամակորությունով եւ գնում են ուրիշ աստվածների ետևից, որ ծառայեն նրանց եւ երկրպագություն անեն նրանց։ Նրանք այս գոտի պես պիտի դառնան, որ ոչ մի բանի պիտանի չէ, որովհետև ինչպես որ գոտին փակած է մարդիս մեջքին, այնպես էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայելի տունը, մեջքիս վրա կապաստանում էի, որ տեսեք անապատներով պտտեցրես բերեց, որ մեկը չկպներ, մեկը չվնասեր, բայց նրանք չհասկացան։ Եկան գրավեցին տներ, ժառանգեցին տներ, հարստություններ, փորած ջրորներ, տնկած ձիթենիների այգիների եւ արտեր, բայց չհասկացան։ Դրա համար էլ Աստված խլեց։ Ասավ, եթե դու Եգիպտոսում աչառիկ հակորով էիր քո հացը թխում, Բաբելոնում քո կեղտովը կթխես, սովի կմատնվես, կհասկանաս ինչա քո Տեր Աստծո գործը ուրանալը։ Որովհետև ինչպես որ գոտին փակած է մարդիս մեջքին, այնպես էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայելի տունը եւ բոլոր Հուդայի տունը, ասում է Տերը, որ ինձ համար ժողովուրդ լինեն, ձեզանով պարծենար Աստված ինչպես հոբով էր պարծենում, եւ անուն եւ փառք եւ պարծանք։ Նորից կարդամ այդ մասը, ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայելի տունը եւ բոլոր Հուդայի տունը, ասում է Տերը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն ու փառք ու պատիվ եւ պարծանք, ամեն, պարծենան ինձանով, ոչ թե իրենց կեղտոտ եսով, բայց նրանք չլսեցին, ես էլ նրանց մատնեցի գերության եւ քայքայման, եւ ասիր նրանց այդ պղծված կռապաշտ Հուդայանց, եւ ասիր նրանց այս խոսքը, այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, ամեն տիկ պիտի լեցվի գինիով, բայց նրանք քեզ ասելու են, ասենք ինչ ես, ով չգիտի, որ ամեն տիկ գինու համար է, էլի, հասարակ բան է, լուրջ բան մեզի ասա, բայց նրանք խորհուրդը չեն հասկանում, բայց նրանք քեզ ասելու են, միթե մենք բնավ չգիտեինք, Երեմիաս ինչ երեխի հարց ես տալիս, որ ամեն տիկ գինիով կլեցվի, բայց դու Երեմիա, ասիր նրանց, այդ կռապաշտ Հուդայանց, այսպես է ասում Տերը, ահա ես պիտի արբեցությունով լեցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագավորներին, որ նստում են Դավիթի աթոռի վրա, եւ քահանաներին եւ մարգարեներին եւ Երուսաղեմի բոլոր բնակիչներին, եւ պիտի կոտրատեմ մեկս մեկով, բայց նոր թարգմանության մեջ գրված է, եւ պիտի ջախջախեմ մեկս մեկով, մի եղբորը հանելու եմ մի եղբոր դեմ, եւ պիտի ջախջախեմ, ինչպես այսօր աղանդավորները, 5 եպիսկոպոս իրարուց բաժանեն, կամ ինչու պիտի եկեղեցում 5 եպիսկոպոս լինի, մի եպիսկոպոս, խոսքի 6 հատ քահանա ու հարյուրավոր սարկավագներ, ամեն, ու բոլորը մեկ աղբյուրից պիտի սնվեն, եւ պիտի ջախջախեմ մեկս մեկով, շտկեք տպագրական թերությունա, եւ պիտի ջախջախեմ մեկս մեկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տերը, ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես Աստված չեմ ողորմելու, այլ նրանց բնաջին ջեմ անելու, տեսակ, այն գոտին, որ կապել էր մեջքին մեկը չէր մոտիկանում, հիմա թույլ կտամ, որ անգամ իրարու մեջ պարակտվեն ու ջախջախ։ Դե եթե իրար մեջ պարակտված են, էլ դրանք կարան թշնամիների առաջ կանգնեն, չեն կարա, կպարտվեն։ Լսեցեք, եսի ասում է էլի կռապաշտ Հուդայանց Տերը, լսեցեք եւ ակաշ դրեք, մի հպարտանաք, մեզի է նաեւ վերաբերվում, աղանդավորներին, մեր միջի հպարտներին, յուրաքանչյուր կարդացողը թող իրեն վրա վեկալի, աղանդավորներին թողեն մի կողմ, մեր միջի տկարներն էլ նույն հպարտ եսասերներն են, կմեռնեն մի հատ ներեգություն չեն ասի, որ տան մեջ խաղաղություն լինի։ Լսեցեք եւ ակաշ դրեք, մի հպարտանաք, որովհետև Տերն է խոսում, փառք տվեք ձեր Տեր Աստծուն,
դեր չխավարած, հələ որ հույս կա, հələ պատրույգը լրիվ չի մորե, փառք տվեք ձեր Տեր Աստծուն դեր չխավարած, եւ դեր ձեր ոտքերը մթության սարերի վրա չգլորված, եւ դուք էլի ուդանա, եւ դուք կսպասեք լույսի, բայց նա նրան մահվան ստվերներ կշինի, Աստված կփոխի մահվան ստվերների, կհեռանա ձեզանից եւ խավարը կպատի, եւ դուք կսպասեք լույսի, բայց նա նրան մահվան ստվերներ կշինի, եւ թանձր մեկ կդարձնե, բայց եթե չլսեք սրան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտության համար, ուրեմն բոլորը պարտների համար եւ ովիվ նա ողբում եւ Սուրբ Ոգին, ամեն, որտեւ նա կոտորածի եւ կործանումի ճամփենաբռն է, նրա կողակիցը, նրա հայրը, մայրը պիտի սքան ողբան, որ ետ գա այդ զավակը, ետ գա այդ կինը, ետ գա այդ այրը կամ ետ գա այդ եկեղեցու գառնուկը, կոտորածի ու կործանումի առաջին, գիտեք ինչքանը պարտներ կային վեր էին թռնում, ուր են, կոտորածի կործանումի հպարտության, ամարտավանության ոգին կերթա, իրանք չեն տեսնում, սավուղին նայեք, ինչքան խոնար էր, ինչքան հեզ սիրով լեսված, բայց տեսակ մի բառով իրեն սպասավորից առաջ դնելով իրեն ավելի գիտունիկ ցույց տալով ուր ասավ, մի բառնա դարե սավուղի անկման պատճառը մեկ էլ իշարացությունը չթողելը, թագավոր դառնալուց հետո նա պետք է տրվեր գրքի աղոթքի կյանքին, ամեն, այդ գիրքը գրեր ղևտացիներից, գրեր իր ձեռով ու սովորեր, որ չպարտանար իր եղբայրների դեմ, ամեն, խո սատանան միամիտ չէ կա մի անգամից գերան տա, գերան ճուղեր թփեր փոշի, սենց են չէ մաքրվում, աղտոտվելը ուշադիր, նա խորագետ էին գործի պատմությունը իշեք, փոշի, մեծ փոշի, թփեր, ճղեր գերանն արդեն կա, ամեն, ոնց մաքրվել ես դրա հակառակով մխտրվում ես, ապականվում ես, հիշեք, եթե մի անգամից գերան տա դու կփախնես, փոշին ու ճղերը բերում է, խշպտանքդ խանձվում է, Սուրբ Ոգին հեռանում արդեն գերանների շարան ես դառնալու, հիշեք, որ դևը դուրս է գալիս, գնում 7 անգամ ավելի դևերի է բերում, Փառք ձեր Տեր Աստծուն դեր չխավարած եւ դեր ձեր ոտքերը մթության սարերի վրա չգլորած եւ դուք կսպասեք լույսի, բայց նա նրան Աստված նրան մահվան ստվերներ կշինե, կեռանա եւ դուք կխավրեք, խավարի ձեռքը կմատնվեք եւ թանձր մեկ կդարձնե, բայց եթե չլսեք սրան, իմ հոգին ծածուկ տեղում պիտի լաց լինի հպարտության համար եւ պիտի արտասուքով արտասվե եւ աչքս արտասուք պիտի թափե, որովհետեւ Տիրոջ հոտը գերի առնվեցավ, կոմից դևերի, ինչպես այսօրվա պղծված աղանդավորական եկեղեցիները, ասիր թագավորին եւ թագուին, այդ ժամանակվա թագավորը Հովսեայի սերունդն այլ է, Երեմիան մարգարեն ամեն, ու գիտեք ընդ տարբեր տեսակի որդիներ ունեցե Հովսյան, բայց ոչ ոք էլ լման լավ վիճակում չեն էլ է, հարմարել է Սեդեկյան, վերջում էլի դավաճաները, ասիր թագավորին եւ թագուին, խոնարհվեցեք, հիշում եք ինչ ասում կինոյի մեջ Երեմիան, ասում է խոնարհվի, ու ստրուկ գնա կփրկվես, ես ստրուկ թաղեմ եսը, այ ով խոնարհվավ ստրուկ գնաց գերի, նրան Աստված նորից ետ բերեց, սա խորհուրդն է, ով կխոնարհվի, ստրկության խաչի ճանապարհի անարգանքի գերեզմանոցում կմեռնի, Տերը փառքով ետ է բերելու, ամեն, ասիր թագավորին եւ թագուին, խոնարհվեցեք, Ցած նստեցեք, դեն իջեք այդ գայից, իջեք ձեր հպարտության գայից, որովհետև իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը, դուք հավատաք թե չէ դու ստրուկ եք, Երեմիան ասում է դու հիմա էլ ես ստրուկ, հիմա ես կռապաշտ հուդայանց ստրուկն ես, բայց որ գնաս Բաբիլոն, ընդ իսկական ստրուկ կդառնաս, ազատության գինն էլ կհասկանաս, բայց եթե դու ստրուկ մնաս, ստրուկ էլ կմեռնես, ոչինչ չես հասկանում,
ասիր թագավորին ու թագուին, խոնարհվեցեք, ցած նստեցեք, որովհետև իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը։ Հարավային քաղաքները կողպեցան, փակվավ, ինչպես այսօր եկեղեցիներն է մեղքի պատճառով փակվում, Երանի փակվի, ոչ թե տենց այլասերված հավատ տարածեն։ Հարավային քաղաքները կողպեցան եւ բացող չկա։ Աքազ թագավորին չէր օրը, էնել էր փակետ աճարի դռները, չէ՞։ Նույն բաներն հարավային քաղաքները կողպեցան եւ բացող չկա։ Բոլոր հուդան գերության գնաց, ամբողջապես գերի գնաց։ Բարձրացրեք ձեր աչքերը եւ տեսեք հյուսիսից եկողներին, ուր է քեզ տրված հոտը, հարց հատալում վարսկան հովիվներին, ուր է քեզ ազնված տրված հոտը, ես ինչ արեցիր, ինչի ճանապարհից հանձնեցիր սատանային ու պղծությանը, ամեն։ Ուր է քեզ տրված հոտը, քո փառքի խաշինքները։ Ինչ պիտի ասես, այդ թագավորին ասում այսօր հովիվները թագավորներն են։ Ինչ պիտի ասես, թագավոր, երբ որ քեզ այցելություն անե։ Եվ դու ես նրանց սովորեցրել քեզ վրա գլխավոր իշխաններ լինելու։ Միթե քեզ ցավեր չեն բռնելու ծննդական կնկանման։ Միանգամից ցավերը գալու այդ վարսկանների վրա։ Եվ եթե ասես քո սրտումը այս բաները ինչու համար են ինձի հանդիպել ուշադիր, ես այս շատ աղանդավորները հարց են տալում, ախպեր մենք Աստծո ենք, ինչու ես վատ բաները թափավ մեր գլխին, ինչու մեր երեսները բոլորը ընկան ռակ, շաքար, ինսուլտ, քաղցկեղ, ինչ գանգրենայով փդելով, տարապելով մեռան։ Ես ասում եմ, մտածեք, էդի իրական Աստծո ծառայել է։ Ոչ, դա Աստծո անունին հայոյանք բերող վարձկան եկեղեցին վաճառող եւ մասոնական եկեղեցիներին այդ կռատաներին խառնող հովիվայել է։ Դու տեղյակ չես ելե, սրբի դիմակով նստելա դեմդ աչքերդ բաց չի ելե, որ քննես ինքը սրբությունից կիլոմետրերով հեռու է, ամեն։ Հիմա լսեք ձեր պատասխանը։ Եվ եթե ասես քո սրտումը, թեկուզ էսի թագավորն է, թագավորին է ասում, բայց յուրաքանչյուր աղանդավորը քննա, դու այս վիճակով հազարամյակի օրհնությունը վայելում ես, առողջությունը, սերը, խաղաղությունը, բարիքները, նույն հազարամյակի առողջությունը դու երկրի վրա պետք է ունենաս, եթե դու ճշմարիտ եկեղեցիում ես, ամեն։ Եթե ասես քո սրտումը, այս բաները ինչու համար են ինձ հանդիպել, քո անօրինեության շատությունից բացվեցան քո քղանցքը, տեսեք, Էնկինը որ լկտի կրքերի եւ անօրինեության մեջ է կբացի իրեն, թեկուզ սա հոգևոր խորհուրդ ունի, նաեւ դրան է տանում, իսկ էնկինը որ նամուսով զսված կինա կփակի օրորի ամենաերկար շորերով։ Քո պղծության, քո անօրինեության շատությունից բացվեցան քո քղանցքը։ Քղանցքը գիտեք, պատմուճանի փեշերն են, որ օրորի կարճացնում են, ասում է ոտքերդ պրծավելա հանդերձը չի սկսվում։ Ամեն, մտեք ավանդավորական եկեղեցի, ներքնաշորերն է երևում արդեն, մեկի չել թռի վռի են անում, են կակավների նման, բեմի վրա, սենք դրանց ինչու եք հանե բեմին, բեմի վրա կագնացը նավտի ամբիոնի դեմ կագնի, կամ ենքան երկար ակնի, որ իրա ամոթալի մերկությունը չբացվի, գրված են, որ քո սեղանը աստիճաններով չշինես, որ բարձրանալուց տակիցը տամոթույքը տեսնեն։ Բայց այսօր դիտավորյալ են բացում, որ շնացողներն ու պոռնիկները շատանան այդ հոտում, ամեն։ Ուրեմն այս բանին ինչու, եւ եթե ասես քո սրտումը այս բաները ինչու համար են ինձ հանդիպել, քո անօրինեության շատությունից բացվեցան քո քղանցքը, բայց եղան քո գարշապարները, արդեն գիտեք, գարշապարն ուր է, այսա կոճերն է, այդ էլ պիտի փակ լինի, եթե նամուսով մարդ է։ Միթե Եթովպացին կփոխի իր մորթը, սևա մորթը, ասում է, կարող է կյանքի ընթացքում փոխի իր գույնը, դժվար չէ, նեգրը ասենք կամ լավ սևական ասենք, որ կիրտ լինի, փոխի
իրա մորթը, աննարա չէ, միթե եթե բացին կփոխե իր մորթը կամ ինձը իր խայթուցները, ինձը գիտեք վայրենի կենթան է, իր կծելը կթողի, եթե կթողի մենակ հազարամյակում, որ դուք էլ կարողանայիք բարություն անել, ես չեմ հավատում, որ կարաք դու բարություն անել, ինչպես ենի աննար, Ենենց էլ արդեն ես ձեզանից իմ հույսը կտրել եմ, այ խստապարանոցներ, հատկապես հովիվներին ավերաբերվում։ Կամ ինձ իր խայթոցները կթողա, որ դուք էլ կարողանայիք բարություն անել, որ սորված եք չարություն անելու։ Այս սրա համար է չարիքը թափե ձեր վրեն։ Եվ ես նրանց պիտի ցրիվ տամ ինչպես մղեղ, որ տարվում են անապատի քամիիցը։ Սա քո վիճակն է, քո մասն ու բաժինը իմ կողմից ասում է Տերը, որ դու ինձ մոռացար և ստության ապավինեցիր, ավետարանը ձեզի հարմարեցրիք, ոչ թե դուք հարմարվաք սուրբ ավետարանին ձեր կրքոտ հաճույքները խաչելով։ Ուրեմն ես էլ վերանեցի քո քղանցքը, քո երեսի վրա և երևցավ քո անարգանքը, ամոթալի տեղերդ բացվեցավ, որ խայտառակվես, թեսի հոգևորապես հասկացեք, թե մարմնավորապես նամուսով կինը չի կարա իր ամոթալի տեղերը բացի և ուրիշին գրավի դրանով։ Եվ ես էսի Աստված է խոսում, և ես քո շնությունները և վրինջյունները, այդ վրնջալի ձայները, կրքոտ ձայներն ու ցանկությունները, քու գարշելի պոռնկությունը դաշտի բլուրների վրա տեսել եմ, էսի թե մարմնավոր շնությունը նկատի ունի, թե հոգևոր շնություն կուրքեր պաշտելը սարի գլուխներին և դաշտերին։ Այսինքն քո պղծությունները, վայ քեզ, ուշադիր ժողովուրդ, սա նաև մեզ է վերաբերում, վայ քեզ Երուսաղեմ, ով կրոնավոր հավատքի աշխարհ, դու քեզ չես մաքրում, էլ մինչև երբ, ոչ թե մենք մեզի մաքրելու մեջ գործ ունենք, մենք սնվելու մեջ գործ ունենք, մենք լվասվելու, ջրի հետ խաղալու գործ ունենք, վայ քեզ, որ քո ախտերը տենում ես, չես գնում լվացարան, վայ քեզ, որ հայելի մեջ քո մրոտ երեսը տեսնում ես, չես գրում, այնքան մաքրես մինչև մուրը մաքրվի, բնավորության գիծդ փոխվի, ամեն, և դրա համար անընդհատ շատացնես աղոտ, գիրք, պաշտամուն, քարոզչություն ու վկայություն, վայ քեզ, որ քո պատճառով ամբողջ հեթանոս աշխարհը հայոյում է մեր Տիրոջը, վայ քեզ, որ անուն ունես հավատացյալի, բայց մեռած դիակ ես, ամեն։ Այսքանով ավարտեցին Երեմիա մարգարեության 13-րդ գլխի սերտողությունը, ամեն։ Երեմիա 14-րդ գլուխ հայտնում է, թե երաշտություն և սով է լինելու, ինչի պատճառով է, էլի մեղքի։ Երեմիայի աղոթքը ժողովրդի կողմից 14-րդ գլուխ և Տիրոջ այն խոսքը, որ եղավ Երեմիային երաշտության մասին։ Հուդան սուգ է անում և նրա դռները թառամել են, դռների բույսերը, մարդիկ լրիվ ծարավից թառամել են։ Հուդան սուգ է անում և նրա դռները թառամել են և մտնել են գետնի վրա և Երուսաղեմի աղաղակը վեր է ելել և նրանց ազնվականները ջրի են ուղարկում իրենց պստիկներին, ուշադիր իրականից ջրի սովա, երաշտություն, ինչպես ելավ Աքաբի ժամանակ, Եղիայի օրերին։ Եվ նրանց ազնվականները ջրի են ուղարկում իրենց պստիկներին, նրանք, այդ կռապաշտ Հուդայանք, նրանք գնացին ջրորի մոտ, ջուր չգտան, ետ դարան ամանները դատարկ, ամաչեցին ու պատկառեցին և ծածկեցին իրես գլուխը, խայտառակությունը, որ կարար ամեն օր անձրև Աստված Տեր փակեց, օրհնությունները փակեց, այտենց էլ այսօր աղանդավորական եկեղեցիների վրա փակված Աստծո օրհնությունը, բժշկությունը, զորությունը, սրբությունը, մենակ այլասերվածությունն է շատանում, մենակ դևերի տված բարիքներն է իրանց, եթե իհարկե դի բարիք էլի, դևերի տված նվերներն է շատանում իրանց եկեղեցիներում, որտեղ դևերը բարիք չեն կարատում, բայց կարան ցավեր նվիրեն, կարան ավտովթար նվիրեն, կարան վաղաժամ մահ նվիրեն, կարան քաղցկեղ գանգրենա նվիրեն, հատկապես գլուխներին ետքը հոտին, որովհետև գետինը
ճակճքելա, իշքան անձրև չի եկե, որ մատանման ճակերա բացվե, որովհետև գետինը ճակճքել է, այդպես էլ Աստծո խոսքի ծարավից հա ճակճքե իրանց հոգևորների այգիներն ու դաշտերը, լրիվ հոգևորը հասկացեք մեր օրերում, ջրի առատություն չկա, որտեղ ընդ Բաբելոնի անառակը արգելելա սրբության ջրեր, թափվի ամեն ծարաված թառամած տունկերի վրա, դրա համար շատերն արդեն մեռել են, որովհետև գետինը ճակճքել է երկրի վրա անձրև չլինելու պատճառով, երկրագործները ամաչեցին և ծածկեցին իրենց գլուխը, որովհետև եղնիկն էլ ծնեց դաշտումը և բաց թողեց նրա համար, որ խոտ չկար, չծներ ավելի լավ չէ, ծնեց մեռավ, խոտ չկար ուտեր, հիմա դուք ծնում եք, բայց ջուր չեք տալու մեռնում են, կրկնակի գեհենի զավակ են դառնում, չծնեիք ավելի լավ չէ, և վայրի էշերը կագնեցին բլուրների վրա, չագալների պես ծծում են օդը, գոնե օդով են ուզում էլի հագեցնեն ծարավը, նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա, հոգևորը հասկացեք, Աստծո խոսքի փարթամ կերակուր չկա այդ օդում, ինչն էլ տալիս են թունավորն են տալիս ու պղտորածն են ասում խմում, ասում իմ գառները ձեր ոտքերով պղտորածներն են խմում, որի մար պատասխան պետք է տա Եզեկիել մարգարեությունում ագրված, թեև մեր անօրինությունները էսի կռապաշտ ու դայանք են արդեն ասում, թեև մեր անօրինությունները վկայում են մեզ դեմ, ով Տեր, դու արա քո անունի մարդ է, մենք իրոք այլանդակ ենք, բայց քո անունի մար արա, բայց Տիրոջ անունը պետք է մնա քո վրա, ժամանակին ինքը անում էր իր անունի համար, ինչու խելամիտ չգտնվար և այդ ժամանակը չօգտագործեցիր ապաշխարելու, թուլություն համարիր, չէ, որ Տերը չի պատժի, դե հիմա պատիժը սկսել եմ ու ետ չեմ վերցնում, ամեն, հիմա նոր խելքի են գալիս, որտև երբ սովի ես մադնում, այդ տեսակ մարդը նոր այդքախ սկսում է մտածել Աստծո մասին, երբ նա սովի է մատնվում, թեև մեր անորին, եսի աղոթք են անում, էլի արդեն ստիպված, թեև մեր անօրինությունները վկայում են մեզ դեմ, ով Տեր, դու արա քո անունի համար, որովհետև մեր հանցանքները շատ են, քեզ դեմ մեղք են գործել, ով Իսրայելի հույսը, նրա փրկիչը նեղության ժամանակին, նոր հիշեցին ով էր Իսրայելի փրկիչն ու հույսը, ինչու ես հույրի պես դարձել երկրում, և մի ճանապարհորդի պես, որ մտել է օթելու, արդեն հույր է, թող է հեռացել ամեն, չի ուզում ասկի մտնի այցելի, ինչպես Տերը մտավ տաճար ու դուրս եկավ այդ տաճարից, ինչու ես հիացած մարդի պես դարձել, մի զորավորի պես, որ կարող չէ օգնել, սակայն դու մեր միջումն ես, ով Տեր, բայց հաստատ քո միջումը, Գեդեոնն ասավ, եթե Տերը մեզ հետ է, ինչու ենք այսօր ընկած, հələ քննա իրոք Տերը քո մեջն է, կարող է հեռացել Սուրբ Ոգին տեղյակ չես, կարող է հեղի տան նման վրեդ գրել է իքաբոտ փառքը զորությունն ու սրբությունն հեռացած, տեղյակ չես, հա, որ Տերը քո հետ լիներ, օրհնված կլինեիր, երազ չեն լինի, այգիներդ պտղատու կլինեին, գառներդ ու անասունները չէին վիժի, ամեն ու սովից չէին սատկի, սակայն դու մեր միջումն ես, հա, այդպես ենթադրում են, որ Տերը մեզ հետ է, Սավուղնել ասավ Իսրայել Աստված մեր հետն է, գնաց ու մորտեցին, բա ոնց, խաբելը հեշտ է ժողովրդին, գործ ցույց տվեք, ինչու են ցավերն ու դևերը լսվեց ձեր եկեղեցին, ինչու եկեղեցու հովիվները Հակոբոսի 5-րդ գլխի օրենքը չեն կատարում, գնան աղոթք անեն Իվանները բուժվեն, բայց իր սպարտականությունն է, մենակ 10-րդ հավքել ուտել, մենակ գառներին մորթեն բուրդը կրթեն, էդի է մենակ իրաց մոտ լավ ստասվում, Եսային ասում է շատակեր շների նման կերը մռապել եք, հաչալ չգիտեք գողի գալը չեք ազդարարում, սակայն դու մեր միջումն ես, ով Տեր, և քո անունը կանչված է մեզ վրա, մեզ մի թողիր, բա նոր հիշեցին Տիրոջ, այս 10-րդ խոսք, այսպես է ասում Տերը,
այս ժողովրդի պղծված կռապաշտ ուդայանց եւ այսօրվա շեղված քրիստոնյաներին, որովհետեւ նրանք սիրեցին թափառելը, իրենց ոտքերը չզսպեցին, սխալ տեղեր չգնան, կուրքեր չպաշտեն, այսօրվա մեր օրերում իրաց կրքոտ ցանկությունների հետևից չվազեն, չզսպեցին, մեզ էլ է գալիս այդպես ցանկություն, բայց մենք ետիս ենք ուղարկում ամեն, մենք ամեն ինչ ցանկությունից վախենում ենք մարդասպանության եւ շնության մեղքից վախենալու պես, որտեղ համ մարդասպանությունը Քրիստոսին ողջակեզ անել, համ էլ շնությունը դևերի հետ շնանալ։ Այսպես է ասում Տերը այն ժողովրդին, որովհետև նրանք սիրեցին թափառելը, իրենց ոտքերը չզսպեցին, Տերը նրանց չհավանեց, հիմա պիտի հիշե նրանց անօրինությունները եւ այցելե նրանց մեղքերը։ Եվ Տերը ինձ ասաց. մի աղոթիր այս ժողովրդի համար ի բարին, մեկա չի լինելու, արդեն չարիքը թափել է իրաց գլխին, պետք է բնաջինջ լինեն։ Ուրեմն Երեմիա 7:16, 11:14 եւ 14:11 նույն բանը կրկնվում է մի քանի գլուխների մեջ։ Ուղիղ ասում է էլ չաղոթես դրանց համար։ Դրա համար ապաշխարեք, որ չգա մի ժամանակ, որ Տերն ասա հանդուս էլ չաղոթես դրա համար։ Ամեն։ Նա ապաշխարող չի։ Մի աղոթիր այս ժողովրդի համար ի բարին։ Նրանք ծոմ պայելիս ես չեմ լսում նրանց աղաղակը, եւ նրանք ողջակեզ այսօր աղոթքն է։ Նրանք ողջակեզ եւ նվեր մատուցանելիս ես չեմ ավանում, որովհետեւ սրով եւ սովով եւ ժանդախտով պիտի սպառեմ նրանց։ Այսօր կատարվում աղամների մեջ է։ Ծոմ պահելը ձեր ծոմը ձեր գլխին դիպ չի, որ դուք եսի գերի եք ինձ ծոմ, կամ ինչու եք ծոմն այտարարում սաղ օրիմանան, կամ ձեր աղոթները չի լսում, աղոթում եք հիվանդը բուժվի մեռնում է։ Ով կույր աղանդավորներ, չեք զգում, որ ձեր հովիվներից հեռացել է Տերը եւ դուք մատնվել եք դևերի ձեռը։ Քննեք, սա իմ գրածը չի։ Սա ձեր Աստծո մարգարեական խոսքն է, որ այսօր կատարվում է աղանդավորների վրա։ Մի աղոթիր այս ժողովրդի համար ի բարին, մեկը բարություն չեն ստանալու։ Նրանք ծոմ պայելիս ես չեմ լսում նրանց աղաղակը, նույնը Եսային ասում ձեր ձեռքերը վեր պարզելիս ես ձեր աղոթքը չեմ լսում, աչքերս փակում եմ, իմ ձեռը չի կարճացել օրտելուց, ոչ էլ բժշկելուց, ոչ էլ ակաժներս ձեր աղոթները լսելուց, ձեր մեղքերը փակել են, իմ երեսը ձեզանից, որ ձեր աղոթքը չլսեմ ու ձեզի չբժշկեմ ու ողորմեմ։ Նույնն այսի տարբեր դարերի մարգարեներ են ելել։ Մի աղոթիր այս ժողովրդի համար ի բարին եւ նրանք ծոմ պայելիս ես չեմ լսում նրանց աղաղակը, եւ նրանք ողջակեզ եւ նվեր մատուցանելիս ես չեմ ավանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանդախտով պիտի սպառեմ նրանց։ Եվ ես Երեմիան խոսում, եւ ես ասեցի. ավաղ Տեր Եհովա, ահա մարգարեք էսի սուտ մարգարեներն են, Եհովայի անունով խոսողներն են, հիշում եք Աքաբի ժամանակ 400-450 մարգարեներ ինչին ասում, բայց Միքյանը ինչ ասավ, հիշում եք Հովսափաթի պատմությունը, Աքաբի պատմությունը։ Եվ ես ասեցի ավաղ Տեր Եհովա, ահա մարգարեքը, կարակ նշան դնեք գրեք սուտ մարգարեքը, ասում են նրանց, պիտի սուր չտեսնեք, չէ, պիտի սուր չտեսնեք եւ սով էլ չէ լինելու ձեզ համար, ես Երեմիան խափում է, չլսեք, սատկծրեք դրան, չէ, ծեծեք, սա չարախոս է, ազգի դավաճան, բայց ում ասածը կատարվավ, սուտ մարգարեների, սուտ հովիվների, նույնը Պողոսի ժամանակվա նավավարներն էին, ում ասածը կատարվավ, Պողոսի թե նավավարների, միշտ էլ վարսկաններին լսողները շատ են ելել, որտեղ նրանցը դուր է գալիս ազատ հավատքը, ամբարո պոռնիկի նման հագնեն, գան եկեղեցում պոռնը կանան շնանան հովիվների հետ, հետո մտածեն եթում են դրախտ։ Ինչի երկինքը ժեխանոց, հա? Ոնց կարա շնացող պոռնիկ, եթե դու անգամ մտքով այդ քրոջը նայես, ցանկացել ես արդեն գեհենի զավակ ես։ Կամ այդ քույրը սրտով կապնվեր այդ եղբոր այդ նա արդեն պոռնիկ անառակ է։ Պիտի լինի սրբություն, ընտանյական սեր, ինչպես քո հոր ընտանիքում ես ծնվել մեծացել։ Եվ ես ասեցի, ավաղ Տեր Եհովա, ահա մարգարեքը սուտ ասում, ահա մարգարեքն ասում են նրանց,
պիտի սուր չտեսնեք եւ սով էլ չէ լինելու ձեզ համար, այլ հենց խաղաղություն պիտի լինի ձեզ համար այստեղում։ Բա եղավ չեղավ 70 տարի մնաց ամայի ճագալների բնակարան։ Եվ Տերը ասը, եւ Տերը ինձ ասաց, Երեմիան խոսում։ Մարգարեները սուտ են մարգարեանում իմ անունով, ուշադիրով է սուտ մարգարե։ Այսօր քուրնալ, ուստի քուրնալ ասում, ասում հիշում ես, որ երբ 20 տարի առաջ խոսում էի չիպերի մասին, շատերը դուք չէին էլ հասկանում։ Սիրուշ քրոջես տունն ենք հանդիպել, քրոջ այն ժամանակ նոր էր ամուսնացել։ Հասկանում եք ինչ որ ասել ենք այսօր կատարվում է։ Էդի ես հավատքով եմ առել ասել։ Շատ քիչ մարդիկ էին խոսում դրանից։ Հիմա տեսեք ասում է ով է սուտ մարգարեն, որի խոսքը չի կատարվում։ Կարող է ճշմարիտ մարգարեի խոսքը ուշ կատարվի, բայց միևնույնն է կատարվելու է, չկա տարբերակ։ Բա ասում է որոսավ ցես կուտեմ են չի չկերա։ Թո ցեցան օրապաշխարեն։ Անխել քե ժամանակա տվե որապաշխարես, եթե ոչ կստանաս ցեցդ։ Սպասի նամակի պատասխան։ Մեղքը գործել ես, չես զղջում, գլխիդ գալու է, անենց է գալու, որ կարան մեջտեղից պատռել էլ փրկող չլինի քեզ։ Տերը ժամանակ է տալում, որ ճամփետ ուղես։ Սուրբ մարգարեներին ղրգում է հանդիմանում է, որ աղանդից տաղանդա, որ սուրբ հավատքի մեջ փոխվես։ Սարդիկեից փախնես սուրբ եկեղեցիները, Ֆիլադելֆիա։ Չես փախնի, ճանապարհում ես կմեռնես, խաբար չես լինի։ Տերը ինձ ասաց. Մարգարեները սուտ են մարգարեանում իմ անունով, դե Եհովայի անունով էին խոսում։ Ես նրանց չեմ ուղարկել, եւ նրանց չեմ պատվիրել, եւ նրանց չեմ ասել սուտ են ասում, որ խաղաղություն է լինելու։ Նրանք սուտ տեսիլքներ եւ գուշակություն եւ սնոտի բան եւ իրեն սրտի խաբեություններն են մարգարեանում ձեզ համար։ Սա սուտը, պասուտը, քույրիկ էր, օցիալ էր, անոթ էր, դոցեր դու նշինվի սա սուտն ու պասուտդ։ Մե բան չոսավ, նզով կթապետ, ունը տեղը քար ու քանդել է, երեխեքը մեռնում են, սա սուտն ասել լավ կլինի։ Թե սա սուտն ու պասուտը որտից են բերել չգիտեմ։ Որ դու մեղքի մեջ ես, ինչ լավ, որ դու նզովքի տակ ես, տունը տեղդ քար ու քանդելած, ցավերը գլխիդ, երեխեքդ մեռած, հիվանդ, լավ ալնելու, բայց այդ լավը չի 20 տարի չկա քո հետ։ Մանկուց մեր այդ տարեստարի լավն է կացել ու մի օր վատ չի գնացել։ Փորձությունը ոնց եկել է, տենց էլ փախել է։ Չեմ ասում մենք փորձություններ չենք տեսել, բայց մարդկային կորուստ, հիվանդություններից մահ չի ելել։ Բայց ձեր 20 տարի ինչա ձեզի ցավերն ու հիվանդությունները, պատե եկամուտներդ էլ դևերն են ուտում։ Դուք աշխատես օրենքի 28-33։ Եվ քո աշխատանքը մի այնպիսի ժողովուրդ կուտա, որին չես ճանաչում։ Էդի է օրհնությունը։ Գեդեոնն ասավ էսի է, հա, որ Տերը մեր հետ է։ Բայց որ մեր Տերը մեր հետ է, ինչու ենք հաց հայթայթում։ Չէ, ասենք դու գործերդ քննի, վերջ դու հոգևոր մարդ ես։ Մարգարեքը սուտ են մարգարեանում իմ անունով։ Ես նրանց չեմ ուղարկել եւ նրանց չեմ պատվիրել։ Իր անունով ալը կորա իրական մարգարեից էլ ճիշտ երևա շատերի աչքին, բայց գործերը պետք է քննես նրա, ծառը պետքից է ճանաչվում։ Հելը տիրոջանով մարգարեանում է հունքերը տոտո թարթիշներն էլ իրեք կռուկ ֆռացած։ Բետերը չասում այ աշխարհի կանառակ, դու շնացող ես, բայց հələ քո վրա մարգարեացի։ Նոր ուրիշներին մարգարեություն արա։ Ես նրանց չեմ ուղարկել եւ նրանց չեմ պատվիրել եւ նրանց չեմ ասել։ Նրանք սուտ տեսիլքներ եւ գուշակություններ եւ սնոտի բան եւ իրենց սրտի խաբեություններն են մարգարեանում ձեզ համար։ Ուրեմն այսպես է ասում Տերը այն մարգարեների համար, որոնք մարգարեանում են իմ անունով, բայց սուտ է, ես տեղյակ չեմ դրանցից։ Թեև ես նրանց չեմ ուղարկել, եւ նրանք ասում են. Տերն է մեզ ուղարկել, Տեր Եհովան է խոսում։ Սուր եւ սով չի լինելու այս երկրում։ Երեմիա ուղիղ ասա։ Դե ասում է մեղքի մեջ ես, բնաջինջ ես լինելու։ Եթե որոշ ժամանակ ասում ես բաուրա մեղքը գործել եմ չեմ պատժվում,
Տիրոջ երկայնամտությունը մի թուլություն համարա, մի օր մեջտեղից կպատրի ըստ Սաղմոսիցունի, ազատող չի լինի, ամեն։ Տերը անգամ Կայենին ժամանակ տվեց ապաշխարելու, բայց նա չապաշխարեց։ Որոնք մարգարեանում են իմ անունով է, թեև ես նրանց չեմ ուղարկել, եւ նրանք ասում են սուր ու սով չի լինելու այս երկրում, այն մարգարեները սրով ու սովով պիտի փչանան, հելա իրաս բերանի, սրտով իրաս կսպանեն։ Եվ այն ժողովուրդ է սկռապաշտ ու դայանք, որոնց համար նրանք մարգարեանում են, պիտի վայր գցվին Երուսաղեմի մեջ, սովի եւ սուրի պատճառով, եւ թաղող պիտի չլինի, այսինքն իրենց կնիկները եւ իրենց տղերքը եւ աղջիկերքը եւ նրանց վրա պիտի թափեմ իրենց չարությունը։ Հիմա տեսնենք Երեմիա այս խոսքերը պետք է կատարվի թե իրանց սուտ խոսքերը։ Լավ ալինելու, իրանք մեղքի մեջ թավալված են, փրկություն ու բժշկություն են խոստան։ Եվ նրանց կռապաշտ ու դայանց ասիր այս խոսքը, թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ, սի Երեմիան արդեն ողբում, անդադար արտասուք թափեն, որ տենում ես այդ մարդկանց վիճակը ու կույր են, չեն ընդունում, լացդ գալիս է, որովհետև մեծ կոտորածով հարվածվել է իմ ժողովրդի կույս աղջիկը Երուսաղեմը, Հուդան, ամեն, սի Երեմիան ասում, մի խիստ ցավալի հարվածով, եթե դաշտն եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներն են, տեսեք ինչա կատարվել, բայց ինչ էին խոսում մարգարեները, սուտ, եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներն են, եթե քաղաք եմ մտնում, ահա սովից թուլացածներն են, սովից են մեռնում, ասավ չէ սուր սովա գալու, որովհետև մարգարեքն էլ, քահանան էլ, շուր են գալիս երկրի վրա եւ չեն իմանում ինչ անեն, ինչին ասում, ինչ կատարվավ։ Միթե բոլորովին մերժել ես Հուդային, նոր ոսուն են դիմում իրանց ստերից հետո։ Միթե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվել է քո հոգին, տեսեք որ կզզվի ու կհեռանա, շատերն ասում են Սուրբ Հոգին չի հեռանում, Սավուղից չհեռացավ։ Սուրբ Հոգին մարել նշանակում է մարել հեռանալ ու խավարը գալ, որտեղ խավարն ու մեղքն է թագավորում, ընդ Քրիստոս չկա, Աստծուց ծնվածը մեղք չի գործում, ով մեղք կա գործում խավարի զավակը։ Միթե բոլորովին մերժել ես Հուդային, արդեն հարց են տալում, սկսեցին կասկածել իրաց մարգարեությունների վրա, կամ Սիոնից զզվել է քո հոգին, ինչու համար մեզ զարկի, ինչու համար մեզ զարկեցիր այնպես, որ չբժշկվինք, բասում եք չի զարկի, վատ բան չի լինի, սուր սով չի լինի, ինչու համար մեզ զարկիր այնպես, որ չբժշկվենք, սպասում ենք խաղաղությամբ, բայց բարիք չկա, և բժշկության ժամանակին, բայց ահա խռովություն է, արդեն զգում են, որ խաբել են ժողովրդին, այսօրվա հովիվներն են, բայց թե կույր ու սարսափելի վիճակի մեջ է միամիտ հոտը, որ դրանց լսելով կոտորածի ճամփեն բռնեն։ Նրան իշկանա փողերը ստացել կերելա, նա այդ փառքը վայելում է, բայց դու չես նստել այդ անառագների հավաքատեղին, ելք ընտրի ճշմարիտ եկեղեցի թեկուզ քիչ, բայց որակով։ Մենք գիտենք ով Տեր, մեր ամբարշտությունը նոր զղջում են, որ արդեն ուշ է։ Մենք գիտենք ով Տեր, մեր ամբարշտությունը, մեր հայրերի անօրինությունը, որ մեղանչել են քեզ դեմ։ Մի զզվիր քո անունի սերի համար։ Մի անարգիր քո փառքի աթոռը, դի Երուսաղեմի տաճարն էր, չէ։ Հիշիր եւ մի քանդիր քո ուխտը մեզ հետ, միթե հեթանոսների ունայնություններում մեկ անձրև տվող կա, դե լավ է, որ նոր հասկացա։ Կամ թե երկինքն է տալիս անձրևները, չէ որ տվողը դու ես, ով Տեր մեր Աստվածը, եւ մենք հույս ենք դնում քեզ ու դու ես անում այս ամեն բաները։ Ամեն։
Տեսեք, վերջը սուտ մարգարեն էլ սկսելու մտածել, ես ինչ արեցի։ Այսքանով ավարտեցինք Երեմիա մարգարեության 14-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը ամեն։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ ամեն։